Եթե ձեր մանկությունը անցել է Լոռու մարզի սարերում, ապա տատիկի ձեռքով պատրաստված նման համեղ նախաճաշ հաստատ փորձել եք։ Պատրաստում ենք եղուշոռ։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է ընդամենը 2 հիմնական բաղադրիչ՝ անալի ձգվող պանիր, ձու և իհարկե տնական կարագ կամ յուղ։ Ես վերցրել եմ կաթնառատի սուլուգունի պանիր, որով ցանկացած ուտեստ հրաշալի է ստացվում։ Մեզ անհրաժեշտ է մոտ 300 գրամ։ Հիմա պատմեմ, թե ինչպես է ծնվել այս համեղ նախաճաշը։ Կաթը զտելուց հետո, երբ տնական թթվասեր առանձնացնում են, որը մենք անվանում ենք ռեժան, մնացած մասը թողնում են, որպեսզի ստանան թել պանիր։ Դա որոշակի ժամանակ է պահանջում։ Երբ պանիրի պատրաստման ճիշտ ժամանակը բաց են թողնում, պանիրը այլևս չի ստացվում և թել չի տալիս։ Հենց այդ չստացված պանրով էլ մեր տատիկները սկսել են պատրաստել եղուշոռ։ Որքան հնարամիտ են եղել մեր մեծերը, նույն ճանապարհով հին հացին նոր կյանք են տվել և ստեղծվել է կոնչոլը, որը լոռեցիների սիրելի ուտեստն է։ Մեկնաբանություններում խնդրում եմ գրեք, թե էլ որ մարզում են պատրաստում եղուշոռ և ինչպես են անվանում։ Տապակի մեջ դնում ենք կես ճաշի գթալ յուղ, ավելացնում ենք պանիրը և ցածր կրակի վրա թողնում ենք, որպեսզի պանիրը հալվի և թել տա։ Այս համեղ նախաճաշը կհավանեն նրանք, ովքեր սիրում են պանրխաշ։ Բաղադրիչները գրեթե նույնն են, միայն սոխն է պակասում։ Եղուշոռը պատրաստվում է ընդամենը 3 րոպեի ընթացքում և երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը, քանի որ ունի բարձր կալորիականություն։ Պանիրը արդեն ձգվում է, ավելացնում ենք հարած հավկիթները և 1 րոպե անց անջատում ենք կրակը։ Ըստ ցանկության կարելի է ավելացնել մանր կտրտած խառը կանաչիներ և կանաչ սոխ։ Այս համեղ նախաճաշը կարելի է պատրաստել ինչպես սուլուգունի, այնպես էլ չեչի, լոռի և տնական ջիլ պանրով։ Մատուցում ենք լավաշով և անուշ ենք անում, անչափ համեղ է ստացվել։ Դուք էլ փորձեք և զգացեք հայկական գյուղական նախաճաշի համն ու բույրը։